ինչ որ թոշակառուներ մեր երկրում ուրեմն կարգավորվող աղքատություն է, այս երկիրը պետք է աղքատ չլիներ, իրոք կարգավորվող աղքատություն է, թոշակը ինչ է նշանակում 20,000 դրամով ավելացնել 30,000, 40,000, այդ ինչ թոշակներից ենք խոսում, նորմալ թոշակը մեր երկրի համար 200-250,000 պետք է լինի, որպեսզի մարդը կարողանա լիարժեք կամ արժանապատիվ գոնե գոյատևի։ Մեր երկրում այսօր ծնողները մեռնում են եւ ընտանիքները հաշտվում են, որ այդ ծնողը պետք է մեռնի, տունը հիվանդանոցից բերում են տուն, սպասում են, որ այդ մարդը պետք է մեռնի, այսինքն շատ ծանր էդի զգացմունք է, հոգեբանական վիճակ։ Քանի որ կամ հիվանդանոցը չեն կարող վճարեն, կամ դեղերը չեն կարող վճարեն, դե բժիշկներն ասում են ժողովուրդ ջան, դե եթե չեք կարող տարեք տուն։ Բայց ուրիշ երկրում այդ մարդը կբուժվի էլ, ոտի էլ կկանգնի ու ասենք ես տեսել եմ այտենց տներ եմ տեսել հարցրել եմ ճարահատ մահացել է, հա, չեն կարողացել փրկել, գումար չի եղել։ Գումար չի եղել։ Հիվանդանոցը ասել է բուժումը այսքան է, տարեք տուն, դեղերի փող չեն ունեցել, հետո որ մարդիկ էլ ամանչել են, տեղել չունեն, բանկերում են արդեն այդ ծանրաբեռնված վարկերել չեն կարող վերցնեն եւ ասենք հաշտվել են։ Շատ վատ ծանր զգացմունք է եւ թոշակառուների մեր մեծ մասը, ասենք, ունեն տարբեր մի քանի հիվանդություններ։ Մենք ավելի պինդ ազգ ենք, քան թե Եվրոպան, ընդ օրը հազարներով են մեռնում, իրանց վրից այդ սոցիալ փաթեթների դուրս եկավ, մենք ավելի պինդ ազգ ենք, մեր ծնողները ավելի ապրոնակ են եւ հիմա դարձել են ոնց որ բեր թե պետության, տենց են անում, որ իրենք այդպես ներկայացնում են, որ այդ մարդիկ բեր են դարձել, չնայած մի անգամ էլ հայտարարեց, որ 75 տարեկան ինչ տարիք է, որ 60-70 տարեկան կյանքը նոր է սկսում, գնացեք բիզնես բացեք եւ այդ բիզնեսով փորձեք ձեր կյանքը։ Տեսեք, մի կողմից կարող ենք համաձայնվել, որ հա թոշակը մարդուն ծերացնում է, բայց մյուս կողմից, ասենք, իրական նրանց նպատակը այդ սոցփաթեթները, որ նրանք այդ փողերը բաշխել են ուժայինների պարգևավճար, այդ падգամավորների պարգևավճար եւ ուզում են այդ տարիքը երկարացնել, որ մարդը մեռնի, դե բոլորը վճարում են այդ ֆոնդին, բայց թոշակի քանի հոգի է հասնում։ Այսինքն դե ամեն դեպքում այդ բանակը փոքր չէ, էլի, պարոն Սարգսյան։ 500-600 հազարի հասնող բանակ է եւ ընտրություններին ինչ որ արժեք ներկայացնող բանակ է, եթե իհարկե բոլորը գնան եւ մասնակցեն ընտրություններին, բայց փաստորեն տեսեք, որ այդպես այստեղ վտանգը գիտեք որն է, կամ դժբախտությունը, պատոհասը այն չի, որ իրանք խափում են վտանգը եւ այդ պատոհասը այն է, որ այդ թոշակառուներն էլ հավատում են, նրանք էլ հավատում են, քանի որ բացի հմեկից համարյա ուրիշ ալիք չկա տները, համարյա ուրիշ ալիք չեն նայում, եթե նույնիսկ նայում են 5-րդ ալիք էլի ոչ մի բան իրանց չի ասում, ասենք ինտերնետի վճարները չունեն, որպեսզի ունենան, այսինքն լավ YouTube ու նայեն ձեր հաղորդումը կամ այլ իրոք ընդդիմադիր ալիքներ եւ ազդում է այդ ուղեղ լվանալը ազդում է այդ գործոններով դրա համար իրազեկելը կարևոր ժողովրդին իրազեկելը այս ապագա ընտրություններին հիասթափությունը մեջներից հանելը թոշակառուների մեծ մասը հիասթափված մարդը միայն մտածում է անձնական շահերի կարիքների մասին, էլ չեմ ընտրելու, բոլորը մեկ են